Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում սխալ է անվանել նրա որոշումը Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով եվրոպական 8 երկրների, այդ թվում Միացյալ Թագավորության նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Վարչապետը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել։ Նա զրուցել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այնուհետև նա զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Սթարմերը վերահաստատել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ։ Նա ասել է, որ Վերին Հյուսիսում անվտանգությունը ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար առաջնահերթություն է Եվրատլանտյան շահերը պաշտպանելու համար։ Նա նաև հավելել է, որ կոլեկտիվ անվտանգությունը ապահովելու համար դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը սխալ է, ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրամիությունը պատրաստվում է ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ հնարավոր ամենախիստ միջոցները, այդ թվում 93 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չփորձի զավթել Գրենլանդիան։ Այս մասին հաղորդում է Politico թերթը, հղում անելով դիվանագետների եւ պաշտոնյաների, հունվարի 18-ին Բրյուսելում համայնքի 27 անդամ երկրների ներկայացուցիչների շտաբ հրավիրված հանդիպումից հետո։ Հրատարակության տվյալներով Բելգիայի մայրաքաղաքում 3 ժամ տևած քննարկումների ընթացքում դիվանագետները ընդգծել են Թրամփին հակազդելու կոնկրետ տարբերակների պատրաստման կարևորությունը այն դեպքում, եթե հաջորդ շաբաթ Վաշինգտոնի հետ բանակցությունները չհանգեցնեն խնդրի արագ լուծմանը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան նույնպես մտադիր է այս շաբաթ հրավիրել Եվրամիության գագաթնաժողով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին հրավիրել է դառնալ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, որը պատասխանատու կլինի Գազայի հատվածի վերակառուցման եւ անվտանգության համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհան Նեթին Դուրանի հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 2803 բանաձևով որոշել է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին։ Դրա շրջանակներում ստեղծվում է խաղաղության խորհուրդ եւ կից կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն Գազայի անվտանգությունը եւ վերակառուցումը ապահովելու համար, հայտնել է Դուրանը։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես խաղաղության խորհրդի հիմնադիր եւ նախագահ նամակ է ուղարկել, հրավիրելով նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին դառնալ խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը կարծիք է հայտնել, որ դաշնակիցների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, այլ ոչ թե ճնշման միջոցով։ Դաշնակիցների միջև խնդիրը ավելի լավ է լուծվեն քննարկումների, այլ ոչ թե ճնշման միջոցով, ընդգծել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիայի պատճառով մի քանի եվրոպական երկրների նկատմամբ 10% մաքսատուրք կսահմանի։ Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային։ Այս մասին նշել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Իրավիճակը էներգետիկ համակարգում շարունակում է մնալ մարտահրավերային, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի, հայտնել է նախագահը։ Ըստ Ուկրաինայի ղեկավարի, խնդիրները շարունակվում են ռուսական նոր հարվածների պատճառով։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ վերանորոգող խմբերը աշխատում են շուրջօրյա էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինչը նրա կարծիքով պետք է ամրապնդի Ուկրաինայի դիրքերը բանակցային գործընթացում։ Ծնելիության համաշխարհային անկման պատճառով որոշ երկրների գոյությունը վտանգված է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Ծնելիության մակարդակը երկրի վրա գրեթե ամենուրեք չափազանց ցածր է։ Եթե սա չփոխվի, մշակույթներ եւ երկրներ կանհետանան, ընդգծել է ամերիկացի միլիարդատերը։ Գործարար Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն, նրա նկատմամբ գրավ եւ բացակայելու արգելք է կիրառվել, վերացվել են հրապարակային կոչերի հայտարարությունների սահմանափակումները։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդավանյանը հայտնել է, որ արգելվել են տեսակցությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցել։ Պատարագին ներկա են եղել նաև Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շաքալցյանը։
Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված եպիսկոպոսատ ժողովը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն եպիսկոպոսատ ժողովը Մայրաթորում չի լինելու, այլ Հայաստանից դուրս։ Ըստ տեղեկությունների նման որոշում է կայացվել հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները, թե որտեղ է տեղի ունենալու եպիսկոպոսատ ժողովը դեռևս հայտնի չէ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց այսօր Anti-Fake-ի թիմի անդամները գազավորված ըմպելիքներ ու սնունդ էին տարել իրենց հետ, դրանք շարելով գրասենյակի աստիճաններին։ Ակցիայի մասնակիցները միպին հիշեցրել են, որ պաշտպանը կոչված է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, մինչդեռ այդ գրասենյակից որևէ հայտարարություն չի եղել 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի իրավունքների մասին։ Այդ գրասենյակից որևէ մեկը չի այցելել նրան։ Սակայն ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագանքել է Նարեկ Սամսոնյանի հացադուլին եւ անարդարության դեմ բողոքի ակցիային։ ՄԻՊ-ի խորհրդական Արթուր Ասլանյանը դրան մոտ հավաքված Սամսոնյանի փաստաբանին եւ ընկերներին է մոտեցել իհարկե Սամսոնյանի 11 օր չընդունած սննդի, այսպես ասած հյուրասիրման ակցիայից հետո եւ հրավիրել նրա փաստաբան Աստղիկ Մատևոսյանին եւ եւս 3 հոգու ներս ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հանդիպման եւ նրա հետ տեղում քննարկելու հացադուլի մեջ գտնվող եւ արդեն առողջական վիճակը վատթարացրած Սամսոնյանի պահանջի եւ առողջականի մասին հարցեր։ Սամսոնյանի փաստաբանը եւ ընկերները համաձայնել են հայտարարելով, որ իրենց խնդիրը Սամսոնյանի կյանքը օր առաջ բրկելն է ու իրենց անարդարության բողոքը լսելի դարձնելը։ Ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտնի թեմի հոգևորական ածդասը, որի տակ ստորագրել են 21 եկեղեցականներ։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. Այսում Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս հավատարիմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կարգին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Մենք եւ մեր հոգեվոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին եւ պատրաստակամ ենք նրա հոգեվոր իշխանության ներքո սիրով, համերաշխությամբ եւ ծառայական ոգով շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի եւ Սուրբ եկեղեցու կյանքում։ Խնդրում եւ հորդորում ենք մեր հավատացյալ հայրենիներին չտրվել պարակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին եւ զգուշանալով եկեղեցու միությունը խաթարող խոսքերից պահպանել հոգեվոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մարի եկեղեցուն, ասված է հայտարարության մեջ։ Մեկ տարի ընթացող դատավարություններում, երբ դատական նիստերը 150-ից ավելի են, չտեսան կոնկրետ փաստեր, ապացույցներ եւ արարքները մնացին չապացուցված։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուս Սահակյանը, անդրադառնալով Բաքվում պահվող հայգերիների եւ քաղբանտարկյալների դատավարություններին։ Ամբողջ նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր, ասել է Սահակյանը։ Անդրադառնալով պահման պայմաններին իրավապաշտպանը նշել է, որ արկա կադրերում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, նպատակն է ներքին լսարանին ցուցադրել, որ մարդասիրական նորմերն Ադրբեջանում պահպանվում են։ Այս ամսվա վերջին կունենանք արդեն դատավճիռ։ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Հետաձգման միտումը մեզ համար նկատելի է, պատճառները դժվար է դեռևս ասել։ Բացի դրանից մեծացել է մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, ընտանիքից հայտնել են, որ պակասել է զանգերի հաճախականությունը։ Իրավապաշտպանը հաստատել է նաև, որ իրենք հունվարի 12-ին ստացել են տեղեկություն Բաքվում պահվող հայգերիների մասին, չնայած այդ տեղեկատվությունն ադրբեջանական կողմը պետք է փոխանցեր նոյեմբեր ամսին։ Գևորգ Սարոյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը եւ կիրառել է հայցի բավարարման միջոց, վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչեւ վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։ Նշենք, որ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Մարտի 1-ի գործի նոր քննությունից 1 տարի անց հակակոռուպցիոն դատարանը հաստատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 3 նախկին ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները։ Մինչ որոշման հրապարակումը Քոչարյանը հայտարարել է, թե նոր մեղադրականում սահմանադրությանը հակասող դրույթներ կան, իսկ որոշման փաստացի փոփոխվում է Ռոբերտ Քոչարյանի, Սերյան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Դատախազը դեռ 2024 թվականի նոյեմբերից էր միջնորդել փոխել նրանց հակասահմանադրական ճանաչված մեղադրանքը։ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որը մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում 1 տարի շարունակ այս հարցով որոշումը ձգձգվում էր, նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էին։ Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, նորածին է մահացել, այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ.-ն իր կնոջը տեղափոխել է Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։ Մայրն առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։ Հայրը իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել, սպասելով բարի լուրին։ Սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցի ցորը տեղեկացրել են, որ նորածինը ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ շարունակվող քննարկումների ֆոնին տնտեսագետները շեշտում են, որ երկրի տնտեսական իրականությունը շարունակում է հիմնվել կոնկրետ թվերի եւ առևտրատնտեսական կապերի վրա։ Մասնագետների գնահատմամբ վերջին 10 տարիներին ԵԱՏՄ-ին անդամակցությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Պաշտոնական տվյալների համաձայն ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը բազմակի աճ է արձանագրել, իսկ միության մասնաբաժինը երկրի ընդհանուր արտաքին առևտրում այսօր արդեն գերազանցում է շուրջ 40%-ը։ Այս համակարգում առանցքային դերակատարն է Ռուսաստանը, որի հետ իրականացվում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան 1/3-ը։ Տնտեսագետ Միքայել Մելքումյանի խոսքով Հայաստանի համար ԵԱՏՄ-ն նախ եւ առաջ նշանակում է Ռուսաստան, որի հետ ձևավորված են հիմնական առևտրատնտեսական շղթաները։ Նրա գնահատմամբ, թեև Ղազախստանի եւ Բելարուսի հետ համագործակցության խորացման հնարավորություններ կան, համակարգի հիմնական ծանրության կենտրոնը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Խոսուն է նաեւ արտահանման կառուցվածքը տնտեսագետ Աղասիթ Հավադյանի տվյալներով Հայաստանի պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, հիմնականում Ռուսաստան։ Վերջին տարիներին այս ուղղությամբ արտահանումը աճել է ավելի քան 5 անգամ, մինչդեռ Եվրամիության արտահանումը որոշակի նվազում է գրանցել։ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ նշում է, Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ն է, իսկ ԵԱՏՄ-ում առանցքային դերակատարը հենց Ռուսաստանն է։ Իրոք այդպես է, Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ն է, ԵԱՏՄ-ում էլ Ռուսաստանն է, եւ դա բնական է, որովհետեւ պատմականորեն Հայաստանի առևտրային գործընկերը դա ԽՍՀՄ-ն էր, հետո ուրեմն ԽՍՀՄ-ի ֆրիզմից հետո երկու Ռուսաստանը եւ այն երկրները, ովքեր ԵԱՏՄ-ում կազմել են մեկ ընդհանուր տնտեսական միություն, քանի որ նաև չկան մաքսային եւ այլ բնույթի խոչընդոտներ, ստեղծվել է մեկ շուկա եւ Հայաստանը շուկայից շատ մեծ օգուտներ է ստանում։ Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը շեշտում է, Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է եւ այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանը հնարավորություն է ստացել ռեէքսպորտ իրականացնելու եւ հիմնական ապրանքային շուկան, որտեղ արտահանում է իրականացում, դա Ռուսաստանն է եւ այս առումով Հայաստանի տնտեսությունը օգտվում է։ Սրան ավելացնենք նաեւ այն քաղաքացիները, ովքեր որ Ռուսաստանից գումարներ են ուղարկում, նույնպես նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ֆրանկաշրջանառության աճին։ Այս առումով ԵԱՏՄ-ի անդամակցությունը օգուտներ է տալիս տնտեսական Հայաստանին։ Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների համաձայն գործող տնտեսական կապերի պահպանման պայմաններում Հայաստանի տնտեսությունը 2026 թվականին կարող է ապահովել ավելի քան 5% տնտեսական աճ։ Մասնագետները նշում են, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի կտրուկ թուլացումը կամ խոզումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գազի գների, լոգիստիկ համակարգերի եւ վարկային ռեսուրսների վրա։ Մասնագետների համոզմամբ ներկայումս Հայաստանի համար առանցքային հարցը մնում է տնտեսական կայունության պահպանումը, ինչը հնարավոր է միայն գործնական եւ հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության պայմաններում։
Իրանում Ուկրաինայի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը ասիական երկրում իրավիճակի սրման պատճառով, այս մասին հայտնել է դիվանագիտական առաքելությունը։ Դեսպանատունը չի հստակեցրել, թե ինչ ժամկետներով է դադարեցրել աշխատանքը։ Իրանում գտնվող ուկրաինացիներին խորհուրդ են տվել լքել երկիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Եմենում Սաուդյան Արաբիայի եւ անջատողականների միջև հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մտադրության մասին։ Նրա խոսքերն է փոխանցում Daily Mail թերթը։ Կարծում եմ, որ սա եւս մեկ պատերազմ է, որով մենք պետք է զբաղվենք, մենք նրան 9-րդ համարը կտանք, նշել է նախագահը։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ԱՄՆ-ն դադարեցրել է 8 պատերազմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Sky News-ի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել ռմբակոծել Իրանը։ Ինձ ոչ ոք չէր համոզում, ես ինքս եմ ինձ համոզել, բացատրել է ԱՄՆ առաջնորդը։ Վերջինս նաև գովել է Իրանի իշխանություններին ցուցարարներին մահապատժի ենթարկելուց հրաժարվելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը Բրիջիթ Մակրոնը Դիսնեյլենդում ելույթ է ունեցել դիջեյական վահանակի մոտ։ Ֆրանսիայի 72-ամյա առաջին տիկինը երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ միասին հայտնվել է Փարիզյան Դիսնեյլենդում դիջեյական վահանակի մոտ եւ մինի ելույթ է կազմակերպել հիվանդ երեխաների եւ նրանց ընտանիքների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը կասկածի տակ է դրել Գրենլանդիայի նկատմամբ Կոպենհագենի իրավունքը։ Սպիտակ տան ղեկավարի տեղակալը Դանիան անվանել է համեստ տնտեսությամբ եւ բանակով փոքրիկ երկիր, որը ֆիզիկապես ի վիճակի չէ վերահսկել եւ պաշտպանել Գրենլանդիան։ Տարածքային վերահսկողության իրավունքի մասին վերջին 500 տարիների ընթացքում ի հայտ եկած բոլոր պատկերացումների համաձայն տարածքը վերահսկելու համար դուք պետք է ի վիճակի լինեք պաշտպանել, զարգացնել եւ բնակեցնել այն։ Դանիան զախողել է այդ առաջադրանքներից յուրաքանչյուրը, ասել է Միլլերը։ ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է Դոնալդ Թրամփի նախագահությամբ ստեղծված խաղաղության խորհուրդը դիտարկել որպես ՄԱԿ-ին փոխարինող։ Նման տեսակետ է հայտնել Financial Times-ը, հողում անելով իրազեկ աղբյուրին։ Նշվում է, որ դա Գազայի սահմաններից դուրս հակամարտությունների կարգավորման համար ոչ պաշտոնական մարմին կլինի։ Պարբերականի տվյալներով սպասվում է, որ ԱՄՆ խորհուրդը կներկայացնի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հաջորդ շաբաթ։ Ընդ որում մանրամասները, թե ինչպես է կառույցը գործելու, չեն բացահայտվում։ Լիտվայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի զինված ուժերի համար սարքավորումներ արտադրող գործարանը հրկիզելու փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը։ Ըստ Լիտվայի դատախազության 2024 թվականին գործարանի հրկիզման հետ կապված ձերբակալվել են 6 անձինք՝ Իսպանիայի, Կոլումբիայի, Կուբայի, Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ նրանք հնարավոր է կատարել են Ռուսաստանի ռազմական հետախուզության համար հանձնարարություններ, որոնց դիմաց ստացել են $5,000-ից $10,000։ Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Լիտվայի իշխանությունները կարծում են, որ հանցավոր խումբը հնարավոր է շարունակել է նմանատիպ դիվերսիաներ կատարել Ռումինիայի նավթային ենթակառուցվածքների օբյեկտներում, Լեհաստանի շինարարական պահեստներում, ավտոբուսներում, փոստային բաժանմունքներում եւ Չեխիայի կինոթատրոնում։ Արևմուտքը պետք է Ռուսաստանի հետ խոսի Ուկրաինայի մասին, այնպես ինչպես արևմտյան երկրները խոսում են միմյանց հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նախ պետք է Ռուսաստանի հետ խոսենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին, այնպես ինչպես խոսում ենք միմյանց հետ։ Մենք պետք է Ռուսաստանի հետ խոսենք որպես հարևան, ասել է նախկին գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով վաղ թե ուշ արևմուտքը ստիպված կլինի քննարկել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր ճարտարապետությունը։ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի մոտակայքում տեղակահրադադար հաստատելու վերաբերյալ, հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մամուլի ծառայությունը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ապահովել է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի համաձայնությունը տեղական հրադադար հաստատելու վերաբերյալ, որը թույլ կտա սկսել Զապորոժիեի ԱԵԿ-ի վերջին մնացած պահուստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, ասվում է հայտարարության մեջ։ Գործակալությունը հունվարի 10-ին սկսել է խորհրդակցություններ Զապորոժիեի ԱԵԿ-ի մոտակայքում ժամանակավոր հրադադարի վերաբերյալ պահուստային էլեկտրահաղորդման գիծը վերականգնելու համար։
Հապկում Ռուսաստանի նախագահության շրջանակներում հավաքական անվտանգության ապահովման միջազգային հանձնաժողովը 2026 թվականին կանցկացվի Մոսկվայում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նույն հրամանագրով կազմավորվել է հանձնաժողովի կազմկոմիտեն։ Դրա նախագահ է նշանակվել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել կազմկոմիտեի կազմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի շուրջ, հաղորդում է Reuters-ը։ Մենք բանակցություններ ենք վարում ՆԱՏՕ-ի հետ, ասել է նա պատասխանելով Գրենլանդիայի մասին հարցին։ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն 2009 թվականին այն ստացել է ինքնավարություն, ինքնակառավարման հնարավորությամբ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դադարեցնել Ուկրաինայի համար զենք գնելու ամոթալի ֆարսը։ Ուկրաինական հակամարտությունը հետևյալ տեսքն ունի. դուք գումար եք տալիս Ուկրաինային, որով գնվում է ամերիկյան զենք, եւ հետո հայտարարվում ֆինանսական խնդրի մասին։ Եկեք վերջ դնենք այս ամոթալի ֆարսին։ Ոչ մի եվրո, ոչ մի զենք, ոչ մի զինվոր Ուկրաինայի համար եւ պատերազմի համար, որը մերը չէ, հայտարարել է Ֆիլիպոն։ Նախորդին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումներն, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։ Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում է կայացվել շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում կացնել հանրությանը։ Կուսակցության գործադիր մարմինը նաև իր խորը մտահոգությունն է հայտել քաղաքական բանտարկյալ լրագրող եւ բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունը ինչպես Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության գործադիր մարմինը ընդգծել է, որ օրինական եւ հասանելի բոլոր միջոցներով ներառյալ միջազգային կապերի օգտագործման պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։ Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, դարձնելով դրական եւ հաստատել է վարկանիշը BB մակարդակում, այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ, սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ։ Այն վստահության հայտ է ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։ Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակողում է վստահության նոր փուլ, շնորհավորում եմ բոլորիս, նշել է Փաշինյանը։ 2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել, 13 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ, այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք, այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ 14 ժամ դատական նիստ, փաստաբանական թիմով քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք։ Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է, իդեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է, ասել է Վարդևանյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախորդին ձերբակալված 5 անձանցից 4-ի, այդ թվում P3 պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքի որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Միշտ հարցնում եք գերիների հետ կապված ինչ գործընթաց կա, մենք պատասխանում ենք այդ գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է։ 4 գերիների վերադարձն այդ գործընթացի արդյունքն է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այնքան հաճախ որքան մենք հանդիպում եւ խոսում ենք գերիների մասին, երևի ուրիշ ոչ մի այլ թեմայով չենք խոսում։ Խոսքը միայն գերիների մասին չէ, մենք մշտապես խոսում ենք նաեւ անհետ կորածների մասին եւ այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ
որևէ մեկն այլևս այնտեղ չի մնա։ Մեր համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան։ Դա ժամանակի հարց է, ես վստահ եմ, նշել է Ալեն Սիմոնյանը։ Թե վերաքննիչակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի տնային կալանքով փոխարինելու որոշումը, այդուհանդերձ նրան քրեակատարողական հիմնարկ դեռևս չեն տեղափոխել։ Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը հայտնել է, որ այս պահին Սամվել Կարապետյանը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Նա օրեր շարունակ բուժում է ստանում ստացիոնար բուժման մեջ, ասել է նա։ Գասպարյանը նշել է նաև, որ ինչպես ավելի վաղ հայտնել են ախտորոշումը COVID-ն է թոքաբորբը։ Հարցին, թե մինչև լիարժեք բուժումը նրան արդյոք չեն տեղափոխի քրեակատարողական հիմնարկ, փաստաբանն ասել է, որ չի կարող պատասխանել։ Չեմ կարող այդ մասին ասել, թե ինչպես կդրսևորեն իրենց մարդասիրության սկզբունքներում, դա այլ հարց է, բայց այս պահին հստակ կարող ենք ասել, որ նա Նաիրի բժշկական կենտրոնում ստանում է ստացիոնար բուժում, նշել է փաստաբանը։ Ուկրաինայում կայուն եւ երկարատև խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են համատեղ եւ փոխադարձ ջանքեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով խաղաղությունը չի կարող ինքնաբերաբար ձևավորվել։ Նրա ձևակերպմամբ, ինչպես ընդգծել է նախագահ Վլադիմիր Պուտինը, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են համակարգված քայլեր տարբեր ուղղություններով եւ կողմերի միջև փոխադարձ պատրաստակամություն։ Խոսքը վերաբերում է այն բանին, որ խաղաղությունը ինքն իրեն չի հաստատվի։ Դրա համար պահանջվում են համատեղ ջանքեր, հանդիպակաց ուղիներով, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այս հայտարարությունը Պեսկովը արել է մեկնաբանելով Պուտինի կոչը վերադառնալու գլոբալ անվտանգության ճարտարապետության քննարկմանը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը դժգոհություն էր հայտնել միջազգային իրավիճակի շարունակական վատթարացման կապակցությամբ, նշելով, որ աշխարհում տասնյակ երկրներ բախվում են իրենց իրավունքների անտեսման, քաոսի եւ իրավական կամայականության հետ։ Վաշինգտոնը սկսել է Մերձավոր Արևելք տեղակայել առնվազն մեկ ավիակ իր հարվածային խումբ Իրանի հետ լարվածության սրման պատճառով, հաղորդում է Fox News-ը հողմանելով ռազմական աղբյուրներին։ Նրա խոսքով դեռևս պարզ չէ խոսքը USS Abraham Lincoln ավիակրի, թե Նորֆոլկից եւ Սան Դիեգոից մեկնած նավերի մասին է։ Դրանց տարածաշրջան տեղակայումը ենթադրաբար կտևի առնվազն մեկ շաբաթ։ ԱՄՆ օդային, ցամաքային եւ ծովային ռազմական միջոցները առաջիկա օրերին կժամանեն տարածաշրջան նախագահ Դոնալդ Թրամփին տարբերակներ տրամադրելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանին։ Հեռուստաալիքի աղբյուրներից մեկը նշել է, որ եթե նախագահը որոշի ռազմական գործողություն սկսել, այն կլինի ավելի հարձակվողական։ Ռազմական պլանավորողները պատրաստում են մի շարք տարբերակներ, որոնց ընտրությունը կախված կլինի Իրանի իշխանությունների գործողություններից առաջիկա օրերին։ Պաշտոնյաները ուժերի տեղակայման գործընթացը բնութագրում են որպես խմբի տեղակայում։ Տոկիոյում հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին եւ Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին համաձայնել են շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ Ուկրաինային աջակցել է հաղորդում է Կյոտո լրատվականը։ Երկու առաջնորդները նաեւ համաձայնել են Ճապոնիա եւ Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունները բարձրացնել հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նրանք նշել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը հետևողականորեն զարգացել է եւ վերջին տարիներին հարաբերությունները զգալիորեն խորացել են։ Ավելին, Տակայիչին եւ Մելոնին համաձայնել են, որ Եվրոպայի եւ Հնդկախաղաղովկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը անբաժանելի է։ Նրանք վերահաստատել են իրենց ծրագրերը շարունակելու համագործակցությունը ազատ եւ բաց Հնդկախաղաղովկիանոսյան տարածաշրջանի տեսլականն իրականացնելու համար։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունվարի 19-ից 20-ը շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին վայրերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ից 22-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով, հունվարի 20-ից 22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 19-ից 20-ը սպասվում է ձյուն, հունվարի 21-ից 23-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։